Իմ գլխավոր խնդրումը հետևյալն է, ես դեժավու ունեմ, էլի այստեղ 2018 թվականի մարտի 30-ին Նիկոլ Փաշինյանը մի հատ 60 հոգանոց փակ հանդիպման ժամանակ մոտավորապես այս տիպի քաղաքական ռեֆորմներ անելու հանձնարարություն ստանձնեց, բայց քանի որ առաջարկը իրանը չէր, ինքը ասած ախպեր ինչ է բանանում, տվեք ինչ պետք է փոխվի, տվեք տակը ստորագրեն, որ հայտնի փոխվելու է։ Հետո մենք տեսանք ոնց եղավ, իմ գլխավոր խնդիրը դա է։ Մենք տխրել ենք, որ մարդկանց մեր օրակարգն համոզել է։ Պրոստը ասում ենք ինքնից անենք պատասխանի ձևը, որ ոնց է տենսերի լավն է։ Ցավը տանը։ Մենք ասում ենք պիտի հաստատ արձագանքենք։ Իմ Կայուն մեծամասնություն ձևավորելու այսօրվա առկա մեխանիզմը մեկ նպատակի է ծառայում։ Տրամաբանական շարունակություններ։ Հիմա ասում Ընտրությունների մասին։ ընտրությունների մասին։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ գոհացնում է այսօրվա ընտրական համակարգը։ Այո, ոչ։ Չի գոհրակ։ Կայուն մեծամասնություն ձևավորելու այսօրվա առկա մեխանիզմը մեկ նպատակի է ծառայում։ Փոշիացնելու քաղաքացիների ձայները։ 200,000 ձայն, շուրջ 200,000 ձայն փոշիանում են ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Մենք վերափոխելու ենք այդ համակարգը։ Քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի ազգային ժողովում։ Նվազեցնելու ենք կուսակցությունների անձնական շեմը։ Ոնց մեր համագումարը։ Էապես վերափոխելու ենք Չի ասեթիվ։ կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Քաղաքացին մեր երկրում պետք է հնարավորություն ունենա իր ձայնը արտահայտել, այդ թվում բոլորին դեմ ընտրության հնարավորություն ունենալով։ Իրաց ստոպ տվեք։ Խնդիրը սահմանեմ, որ քննարկումը ոնց ասած միանգամից ճիշտ ուղով է տանք, sense չէ տանք։ Հիմա, եթե այս քաղաքական տեսանկյունից սահմանենք, թե ինչա տեղի ունենում։ Այս ինչի են անում, նես չի իրանք էտի ունեն, չեն բարձրաձայնում մեր այդ խոսացին որոշեցին անել, չէ։ Իրանք գիտեն, որ այս թեմայով կա ինչ-որ ձայների շրջանակ։ Այս պահին խոսքի մի 10,000 ընտրող։ Հա, խոսքի։ Կամ 5 ընտրող, вообще էական չի։ Իրանք գիտեն կա ընտրող, իրանք էսի անում են, հստակ թիրախավորելու այդ ընտրողներին ու փոշիացնելու մեր ընդհանուր գաղափարախոսական բան լղոզել, այսինքն երբ որ ընտրողը գալիս է երկությունն ատերնում, ասում ապեր, էս էլ այն բոլորի դեմն անում, էս էլ են բոլորի դեմն այլ այդ բոլորի դեմն ուզում, ոնց որ ասած նույն բանն է, փոփոխություններն են ուզում, հայեցի, բայց մի քիչ ավելի տեսանելի քաղաքական ուժ է, ավելի լուրջ քաղաքական ուժ է, ճանաչում ենք Թաթոյանն է բանա, վсё, կեթանք իրանք կընտրենք, երկուսն են նույն բանն են ուզում։ Ինքը բայց տրամաբանորեն գլխավոր դրա վատը ո՞րն է։ Դրա վատերն է, որ ինքը տրամաբանորեն մի հատ այսպես տրյուկ է անում։ Ինքը ուզում է վատ համակարգով դառնա իշխանություն, մնա դառնա թագավոր։ Մենք ուզում ենք այդ վատ համակարգը փոխենք ու երաշխավորենք, որ ինչ-որ պահի այդ համակարգը ստոպ է տալիս։ Կարամ ու կարճ բան եմ ասում։ Արամի հարցին ինչ պատասխան։ Ասում է այս համակարգը փոխիացնում է ձեներ։ Ես իր ասածը, եթե ինքը գնում այս համակարգով ընտրության, սենց եմ ընկա։ Երեխեք, այս համակարգը վատն է, բայց այս անգամ բերեք մտ ինձ ընտրեք, փոշիանալու է։ Ես հո ասում եմ, որ փոշիանալու է, ինձ ընտրեք, մնացածը ոչ փոշիանա, հաջորդից արդեն չենք փոշիացնի։ Այդ իմ համար անարդար է։ Իմ գլխավոր խնդրումը հետևյալն է, ես դեժավու ունեմ, էլի այստեղ 2018 թվականի մարտի 30-ին Նիկոլ Փաշինյանը մի հատ 60 հոգանոց փակ հանդիպման ժամանակ մոտավորապես այս տիպի քաղաքական ռեֆորմներ անելու հանձնարարություն ստանձնեց, բայց քանի որ առաջարկը իրանը չէր, ինքը ասած ախպեր ինչ է բանանում, տվեք ինչ պետք է փոխվի, տվեք տակը ստորագրեն, որ հայտնի փոխվելու է։ Հետո մենք տեսանք ոնց եղավ, իմ գլխավոր խնդիրը դա է, եթե մեր օրակարգի իմաստալից լինելը մարսվել է, ես դրա համար շատ ուրախ եմ, ես կարծում եմ մենք փոքր խանդով չպետք է առաջնորդենք, այդ շատ լավ է, բայց պետք է նաև մարսվի երկրորդ կեսը, որ դա անելու համար գարանտիաներ է պետք, ինչից խուսափել հələ ոչ։
ասենք ուրախ ենք, որ ընդունել են, հասկացել են այդ կետերի կարևորությունը, խնդիրների մեր քաղաքական համակարգի խնդիրների սկզբն աղբյուրը հասկացել են, բայց շատ ավելի էական է այս 4-րդ կետը, որ էդ էլ պետք է ընդունվի, դրա համար կոչ ենք անում միասնության թևերին, դուրս գալ ընտրապայքարից ու միանում սորակարգին։ Ես սովորական սպառող եմ, քաղաքացի եմ, ասում երկուսով պրինցիպի նույն բանն եք ասում, եթե ասես չէ, նույն բանը չենք ասում, ուրեմն ապացուցում ես իմ արձագանքելու կարիքը։ Գոնե պիտի արձագանքես, որ ասես նույն բանը չենք անում։ Եթե նույն բանն եք ասում, հաստատ ինքը ավելի շատ հայտնի է, քան թե դու եք դեպքում չեք միանում իրան։ Ինչ ես միանում, չեք միանում, որովհետև ինչ-որ sense դա ես չեմ խորանում, ամբիցիաներ եք դնում տակը։ Դա ամբիցիա, արդյոք երբ հզոր ուժ եք, որ մի հատ ձեր ամբիցիաները կդի հարցի նստեմ։ Всё, դառավ sense հայատի կռիվ, չէ, ես եմ սկզբից ասել, չէ դու։ Իսկ հիմա պետք է արձագանքենք, որտեվ հայրենիքի չմասնակցելուն արձագանքեցինք ու խոշոր հաշվով ինձ թվում է հայրենիքը ոնց որ ասած այդ սկզբունքներից ելնելու է որոշը չմասնակցել, չէ, ինքը ասում է ես փոշիացնելու եմ ձայներ, չեմ մասնակցում։ Մենք հիմա ասում ենք 250,000 ձայն փոշիանում է, բոլորին դեմում է այդ ընտրության ձևը, չէ, որ այն մարդիկ ովքեր որ մինչև էս ընտրում էին մինչև 4% անցուժերի, կարան գան էսի ընտրեն, դրանով չփոշիացնեն։ Հիմա այս նույն բանը, նույն օրակարգը, երբ որ միասնության թևերը հայտարարել է, ինձ թվում է առանց ինչ որ բանի տիպը մեր օրակարգն են ընդունել, հատուկ ինչ-որ շեշտադրում պետք չի անել, կարելի է ասել, որ միասնության թևերը իր այդ լայն օրակարգի մեջ նաև ներդրել է մեր տոշնի նույն կետերը, ինչը արդեն ոնց որ փաստ է, որ բոլորին դեմ է մի օրակարգը, այսօրվա քաղաքական բանի առօրյայի մասը դառել։ Մենք ոնց որ լրիվ դարձել ենք այնպիսի ուժ, որ ոնց որ մեր գաղափարները ընդհանուր առմամբ ոնց որ ոլորտում պտտվում են։ Ու դա ոչ թե միայն մեր գաղափարներն է, այլ ընդհանուր գաղափարներ է, այսինքն ինքը նորմալ բան է կոպիտ ասած։ Մենք այս process-ը անելուց խինք գծում նենց որ 100-օրյա կառավարություն, խինք գծում նենց որ մանդատները վայր ենք տնելու չլինելու դեպքում, որպեսզի բացառվի այն, որ մենք հանրային պահանջը հեծնելով մեր անձնական հարցերը լուծենք, բան դեպուտատներնելու, իշխանության, գալստուկի պատապատի հարց լուծելու օրակարգ չդառնա սա։ Ժողովուրդ ջան, մեր օրակարգը ձեր օրակարգերում կա, բայց ձեր օրակարգը մեր օրակարգում չկա։ Այսինքն ոնց որ մեր այդ շրջանի համար Թաթյանը բայց ես ուտի բալը տանենք որ ասել։ Դիտի Թաթյանը օրինակ էլ ինքը իրան մեծ պլյուսը դրեց, էլի արդեն։ Բայց ինքն էլ ուզում է քեզ մինչև այդ անցնելու process-ը տապով։ Մի վարքան, ախպեր, այն մյուս միտքը, որ ինքը մեզնից ձեներ է տալի, տանում, օրա ախպեր խնդրում եմ, էդի ինձ թվում է օրա շատ թույլի դիրքից խոսալ անգեր։ Ախպեր կարում է տանում անգեր։ Օրակարգա դնում, կարում է տանում անգեր։ Էդի քո ձեները չի ախպեր, օրակարգ ես հայտարարել, ինքը կարում է այդ օրակարգը ավելի լավ ներկայացնի, տանում է, իրա ցավն է տանում, էդի խաղի բանն է։ Մի հատ նշություն կա։ Քո խաղի կանոնները չեսնի են, այսինքն դու ընտրողին ասում ես, այս խաղի կանոններով երբ որ ես գալու եմ, ես փոխելու եմ ու չմնա։ Բայց իր դեպքում ինքը նույն խաղի կանոնները բան անում, հայտարարում է, բայց պատվոխով, այն 4-րդ կետը չկա։ Ախպեր, հիմա չկա։ Ախպեր, որտեղ է իր օրակարգը չի։ Իր օրակարգը է, որ ինքը տարում է։ Ինքը չի խափում, ախպեր իրական։ Էդի քո տեսանկյունն է, որ ինքը խափում է։ Դե դրա համար էլ մեզ շեշտը պիտի դնենք, այդ կետը նշելու վրա։ Մենակ այդ հարցին պիտի պատասխանենք։ Մենք պիտի ինչ-որ բան գրենք, որը որ պատասխանում է այն հարցին, թե երբ որ Թաթյանը դա հայտարարել է, ինչի դուք չեք միանում։ Դե այդ երկու կետը նշել։ Հիմա բայց ես ասեմ ինչն է այդ հարցը։ Հիմա մենք ասում ենք Թաթյանը այդ ծրագիրը ներառել է, հեսա մեզնից ձեներ է գնալու կամ այն մարդկանց ում համար որ դա կարևոր է գնալու անդր։ Ախպեր, այն մարդու համար ով որ այս օրակարգն է կարևոր։ Իրան մի ձեռը տալի այն ուժին, որը որ էդի իր համար կարմիր գիծ է, ինքը ասել է կամ ես եմ անում կամ ոչ մի բան չեմ անում։ Ոչ ընտրական օրենքի փոխվեց 2018-ին, ինչը խոստացված էր, ոչ կուսակցությունների մասին օրենք փոխվեց, ոչ սահմանադրություն փոխվեց, ոչ դատական համակարգի վեթինգ արվեց, ոչ մի բան չարվեց, բայց այդ սա եղել են խոստացված օրակարգեր, խոստացված այն դրամաբանությամբ, որ ինչ է ուզում բան, քաղաքացիական ակտիվը ու հասարակական կազմակերպությունները, օքեյ, խոստանում եմ կանեմ։ Երաշխիքը, որ մենք համանման բանի հետ գործ չունենք, ուրիշ բանի հետ գործ ունենք, դա այն է, որ հստակ հանձնառություն պետք է լինի
որ այդ փոփոխությունները անողը, այդ փոփոխությունների արդյունքում երկարաժամկետ իշխանության կամ չի հավակնում, կամ ուրիշ մարդ է անում այդ փոփոխությունները, ինքը դրանից հետո այդ արտարտ ընտրություններում է հավակնում։ Ինձ երկու տարբերակն էլ օքեյ է։ Այդ թվում առավել ևս ես ասում եմ իրոք ուրախ եմ ախպեր, որ այդ օրակարգը որդեգրվել է, դաժե եթե 26-ին, ասենք, բոլոր ամեն ինչ պրավալ տան, այն որ արդեն դաշտում ոնց որ մեկից ավելի ուժերի օրակարգի մեջ դա կա, դա հնարավորությունների պատուհան է, որ դրանք այնուամենայնիվ տեղի կունենան, որովհետև դրանք դառնում են հանրային ինչ-որ լեգիտիմ օրակարգ։ Այս բանը ես դու սիրում դուզես։ Ֆուտբոլ ես սիրում ախպեր։ Ֆուտբոլ եմ սիրում, ես երգ եմ սիրում։ When you walk Որին իրականը տենան, քշելու, ուստե տենան։ Երբ ալիքը գալիս է դեպի քեզ, ոչինչ չանել նշանակում է ալիքի հետ գնալ։ Հարմարվել ու հուսալ, որ այն քեզ միգուցե մի լավ տեղ կհասցնի։ Տարիներ շարունակ քաղաքական համակարգը խոսել է նույն ուղղությամբ, նույն կանոններով, բայց տարբեր դեմքերով։ Բոլորին դեմ եմ խոսում, բոլորին դեմ, չեշտը մի է ինքը։ Բոլորին դեմ եմ։ Բոլորին դեմ են։ Լեպարոզատու պետք է ասի բոլորին դեմ եմ։ Մեզ վստահեցրել են, որ հոսանքին դիմադրելն անօգուտ է, որ ճիշտը համակերպվելն է։ 4 հատ voice է, մենք 4 հատ ձայնագրություն ենք տվել։ Չխայնակ կամ մեջ։ Մի քանի հատ։ Հələ մի հատ բացեք։ Մենք ունենք հստակ 100 օրում իրագործելի քայլեր։ Այն ինչը որ նայել նայեք։ Էդի նույնն է մնացել, թե փոխել։ մի քիչ բայց։ Այդ դրա վրա վերաբերել ինչ-որ feedback կա։ Հա, մենք բանը Սպարտակին հատ 5 րոկանոց բացին։ Ըստ summary արի ասել։ Հիմնական բանը սկզբում թիզերը ինչ-որ բաներ ավելացնել էր, էլի, չգիտեմ։ Էդի արել։ Էդի արել, Սենց հա։ բան ենք արել։ Ոկոմա հոփ խոսքի ու մեկ էլ ուրիշ բան արվում, բաներ ապետ։ Նայեք, այսինքն սենց teaser-ը հիմա դառնում։ Вообще стайлը որ տենց միշտ այկ է հետաքրքրությունը դեմի 10 վայրկյանը տակ, հետո նոր սկսի, вообще բոմ կլինի։ Հիմա այն բանն է դրա։ Նայ, ես ասեմ։ Պատգամալ որ է իմիտացիա է վանում յանի հոսանքի հակառակ լավ։ Լավ։ Հիմա ես կլասիկ պատգամալ որ է իմիտացիա է վանում յանի հոսանքի հակառակ լավ։ Հոսանք չկա դու, իր ասֆալտին է։ Կլասիկ քաղաքական գործիչը իրական քաղաքական գործիչից։ Դա բանումն է։ Մեկ է մյուս տարբերակ ունենք ներսի մարդ։ Ներսի մարդ։ Կամ ներսի մարդ կամ շտաբ։ Սաբը լավ։ Հաջիկին են անում։ Իսկական այդ ինչ Հələ սեփականում է երջում դեպքա, նորացում դեղանով եք։ Հարցավ եկալում են։ Դու իհարկե։ Պարակատ են բանում։ Դու երբ ես ասել, որ սեփական ուղերը չունեք ու մենք նեղացել ենք։ Չէ, որ ասի չատ մոմենտ պատկերացի, որ իրեն հարցում է։ Չէ, ես պոյգլ չնստել։ Ինչ կա, ինչ ես ընգեցում սարքների։ Ես ուրիշ բան եմ, նրանց օգնի, էլի։ Հիմա ես 4 անգամ ձեն գրվել եմ, իմ գրված ձենը աղերս չունի այս հոլովակի հետ։ Ու ես անկեղծ չեմ հասկանում, ես խեմ 4 անգամ գրվել, եթե կադրը իմ ձենի հետ, եթե չկա այդ մարդը, ում որ կարելի ասել, ապե, դու որ մոնտաժ էիր անում, вообще ձեն պատկերացնում էիր քո ուղեղում։ Թե չէիր պատկերացնում։ Ինքն էլ ընդհանրենք ասում ապե, դե հա պատկերացնում։ Ասում եմ, ինչ էիր պատկերացնում, դե տենց խրող ձեն էի պատկերացնում։ Հեսա տվել եմ, քիչ ես դնում, քիչի հոլովակը հավաքվում։ Այսինքն, սա պրոբլեմը է, բան գետի կայանում է նրանում, որ մենք պատասխանատու մարդ չունենք։
Հա ունենք մի քո, որը տվել է իդեա, օքեյ, հա, любой այդ կարակ տակ իդեա։ Այսինքն հիպոթետիկ կերպով այդ կոնտենտի պատասխանատուն որ կա, արամ նկարա տա իդեա, դու էլ կարաս տաս, ես դրան նորմալ եմ նայում։ Բայց ես նորմալ չեմ նայում, երբ որ այդ content creator-ը իր իդեան ուժը դնում է գետի վրա, լոդկով, ու հետո թռնում է ապեր։ Այդ նորմալ չի իմ համար։ Նախ ամենամեծ խնդիրը, որը շատ ռեսուրս չի պահանջում, բայց օր առաջ պետք է արվի, մենք պետք է ազնվորեն առերեսնենք նրա հետ ինչ ունենք։ Ունենք 11.5 անդամ։ Որ նշանակեք 11.5 անդամը հավաքվի է սենյակում։ Մարդկանց տրվելու է մի հատ հարց։ Դու գործանող ես, թե լոլո կարդացող ես։ Պարզ հարց է։ Եթե ինքը ասում է ես ինձ իդենտիֆիկացնում եմ գործանող, ասում եմ հո, այդ որ ասի նոր, հենց նոր որ ասի գործանող, ոչ թե լոլո կարդացող ու նյութի տակ կոմենտ չի գրող։ Ինչ գործ ես կարում անես, որ դու վստահ ես, որ դա կարող ես։ Գրում եմ, մարդը ռեալ կարա ջուր հասցնի, կարա աթոռ դնի, բայց ուրիշ էլ ոչ մի բան չի կարա անի։ 11.5 հոգու մաղելուց հետո կառաջանա մի հատ իրականություն, ռեալ իրականություն, որ այս 11.5-ի մեջ արագազից սեկրեացի մարդ չկա, պրոդյուսեր չկա, ռեժիսոր չկա։ Ակազմից չկա, որտեղ մինչև այսօր իրանք կան։ Երբ որ դուք մի բան եք անում կամ ես մի բան եմ անում, 800 հոգի խորհուրդ ա տալու։ Ապա չեմ ուզում այդ խորհուրդը։ Կամ այդ մարդիկ փող ներգրավեն իմ թիմ, ասեն Արման ջան, ես լավ նկարում եմ։ Բայց դու կանես այդ ինչ։ Ես պետք է հանդիպում նշանակեմ։ Ես չգիտեմ մենք 11 հոգի ենք, թե 12։ Որտե՞ղ չի։ Ռեալ չգիտեմ։ Ես խմբերից դուրս եկա, որտեղ հասկացա, որ արուն ես գնում է, բայց էֆեկտիվ չի։ Օսեփ Ղազարյանն է 910,000։ Զարյան 910,000 տվել։ Գինետը ծախը տվել։ Արամ Քոչարյան 1,381,000 ու վերջում Սպարտակ Գյուրեղյան 7,962,000 Այսա ու լիքը մարդ ունենք որ դրանից քիչ են տվել, ընդամենը երկերը կազմել է 15,99,000 մնացորդ 1,437,000 Այսքան գումար ունենք հիմա բալանսի, կոպիտ ասած Համա գումարը 4,172,000 Դրա մեջ չմտել է տարածքի վարձը իրա, բանը, տպագրությունը, էկրան, ֆուրշետ, սա իրար է տեպրացը։ Ինչ? Դեստը լիքը բան չենք, լիքը ծառայություններ կա, որ ընկերները ամիշատ տրամադրել են, նույն որ այդ գումարային բան մի 5-6 միլիոն կգներ։ Երկրորդը այդ կոնսուլտանտների թիմն է, ծախսով երկրորդը կոնսուլտանտները։ Չէ, իրանցը մի հատ ֆիքսված թիվ ենք պայմանավորվել, պարծնում եմ, և համինացել եմ միլիոն ետքան, ու վսյո 4 միլիոն ետքան։ Տարածքի վարձ, 1,590,000, սա կանխավճարով է, էլի, ոնց որ մենք փաստացի այս ամիսնով ունիս ամիսի վարձը տվել ենք։ Սրանց վրա ծախսել են 1,355,000 Ինչ համար ձեր կարծիքը կարևոր է։ Ինչը այլ կերպ կանեիք, որ կխնայվեր կամ գուցե պետք է շատ ծախսել, քիչ են ծախսել։ Դե հավագումարը sense տենց պետք է անենք, եթե մենք իրենք չուզենք, պետք է անենք։ Տարածքի վարձն ասենք մեզ չի տենց աշխարհի ամենակողմ տարածքն ենք վերցրել, նորմալ է այս տարածքի մեզ վարձը։ Չգիտեմ։ Գնալով ես ասել խոզերը վարակման, սյունը չփոքես ամուշը։